Ինչու է ճանապարհային կարգ ու կանոնը կարևոր առողջության եւ տնտեսության համար։ Սա շատ կարևոր հարց է, դրա համար որոշեցի առանձին թողարկում անել այս հարցին նվիրված ճանապարհային անվտանգությունը ինքնին բոլորին պարզ է, թե դա ինչքան լուրջ է մարդկանց առողջությունը, բայց հիմա ես կուզենայի խոսել ուղղակի տնտեսական զարգացման կապը եւ ճանապարհային կարգ ու կանոնը դրանց միջև կապի մասին ինչքան մեծ նշանակություն ունի այդ կարգ ու կանոնը երկրի զարգացման համար ճանապարհային անվտանգությունը ոչ միայն կյանքերը փրկում այլև խնայում է մարդկանց էներգիան իսկ քաղաքացիների էներգիան ցանկացած երկրի զարգացման գլխավոր շարժիչ ուժն է ուղեղը նման է համակարգչի մարդու ուղեղն աշխատում է համակարգչի պես եթե առաջադրանքը պարզ է այն քիչ էներգիա է ծախսում եթե առաջադրանքը բարդ է շատ ինչի հետևանքով մարդը 1-2 ժամվա ընթացքում կարող է հոգնել եթե առաջադրանքը բարդ է Համեմատենք վարելու երկու վիճակ իդեալական պայմաններ հարթ ճանապարհ հատուկ հստակ գծանշում եւ ամենակարևորը այլ վարորդների կանխատեսելի վարքագիծ Այս դեպքում վարելը կատարվում է գրեթե ավտոմատ ռեժիմով ուղեղը հանգստանում է ծախսելով նվազագույն էներգիա նույնիսկ ճանապարհին անցկացրած 2 ժամը հոգնեցուցիչ չի թվում Երկրորդ դեպքը ընդունենք ագրեսիվ միջավայր քանդած ասֆալտ գծանշումների բացակայություն եւ վարորդներ, որոնք ամեն քայլափոխին խախտում են կանոնները Այստեղ ուղեղը միանում է մարտական պատրաստվածության ռեժիմով ինչպես հակաօդային պաշտպանության համակարգը Դուք ամեն վայրկյան սպասում եք վտանգի, փոսի կամ հանկարծակի մանևրի դիմացից եկող մեքենայի կողմից օրինակ Արդյունքում նման պայմաններում 1 ժամ վարելն ավելի շատ է ուժասպառանում, քան ամբողջ աշխատանքային օրը Այսինքն դա ուղղակի ազդում է երկրի զարգացման վրա Եթե մարդը 1 օր պետք է գար ինչ-որ օֆիսային աշխատանք կատարեր եւ հոգներ, սենց պայմաններում վարելը նույն չափով է նրան հոգնածնում, ինչ որ այդ 8 ժամվա աշխատանքը օֆիսային 1 օրվա Բացասական էներգիայի շղթայական ռեակցիան Ղեկին կուտակված սթրեսը չի անհետանում մեքենան կայանելիս Այն ձեզ հետ մտնում է գրասենյակ կամ տուն Աշխատունակության կորուստ Ջղայնացած վարորդը դառնում է վատ ղեկավար կամ աշխատակից Նա կարող է բղավել գործընկերների վրա, փչացնել մթնոլորտը, ինչի պատճառով աշխատանքի արդյունավետությունը ընկնում է։ Հոգնածությունը Առավոտյան մեքենա վարելու լարվածության պատճառով օրվա երկրորդ կեսին աշխատելու ուժ արդեն պարզապես չի մնում։ Առողջությունը Մշտական ստրեսը քայքայում է նյարդային համակարգը եւ վնասում ընդհանուր առողջությանը, որը տարիների ընթացքում շատ լուրջ հետևանքների է բերում։ Ինչը պետք անել առաջնահերթ։ Եթե պետական բյուջեն սահմանափակ է, օրինակ, պարտադիր չէ անմիջապես գերժամանակակից մայրուղիներ կառուցել։ Կան հիմնական քայլեր, որոնք կտան առավելագույն արդյունք։ Փոսային նորոգում։ Ավելի կարևոր է արագ փակել փոսերը շատ փողոցներում, քան կապիտալ նորոգել միայն 1 փողոց։ Քանդված ճանապարհը մշտական ստրեսի աղբյուր է։ Հաջորդը գծանշում։ Սպիտակ գծերը վարորդի համար ռելսեր են։ Առանց դրա մեքենայի կառավարելը պահանջում է կրկնակի ուշադրություն։ Լուսարձակների հսկողություն։ Դիմացից եկող մեքենաների շլացնող լույսերը գիշերային վթարների եւ հոգնածության գլխավոր պատճառներից են։ Տեղ զննումը պետք է խստորեն արգելի չկարգավորված եւ չափազանց պայծառ լույսերը։ Եզրակացությունը պարզ է։ Կանոնների պահպանումը եւ խնամված ճանապարհները շռայլություն չեն։
Դա ազգի նյարդերն ու ուժերը խնայելու միջոց է, որպեսզի մարդիկ իրենց էներգիան ուղղեն երկրի շենացմանը, այլ ոչ թե ճանապարհներին, պայքարին։